Ողջույն սիրելի հեռուստադիտող։ Ձեզ հետ է մայստրո Աճպարար Գագիկը Եվ դերասանուհի Գեղեցկուհի Ծողիկը։ Քանի որ սա մեր այս նոր տարվա առաջին հաղորդումն է, որոշել ենք ամփոփել անցած հաղորդումների ամենահետաքրքիր պատմությունները, ամենազարմացնող աճպարարական հնարքը առանձնացնել եւ ամենահետաքրքիր հյուրին, ամենաէմոցիոնալ հյուրին։ Այո։ Քանի որ մեր հաղորդումը սկսում էր պատմությունից աճպարարության վերաբերյալ, քո համար ամենահետաքրքիր պատմությունը ո՞րն էր։ Ամենահետաքրքիր պատմությունը այն ծերունին, ով գուշակում էր երեխաների սեռը։ Հիմա սիրելի հեռուստադիտող, դուք կտեսնեք այդ պատմությունը, կվերադառնանք ու կշարունակենք։ Հնագույն ժամանակներում առաջնորդվելով անձնական շահերով, քրմերը տարատեսակ հնարքներ էին կիրառում։ Իթիվս այլ բաների գուշակում էին նաև երեխայի սեռը։ Գուշակության այս տեսակով զբաղվել են նաև հետագայում։ Խորհրդային տարիներին հայտնի էր մի ծերունի, ով վարձատրության դիմաց գուշակում էր երեխայի սեռը։ Մեթոդը բավականին պարզունակ էր։ Ծերունին ուղղակի ենթադրություն էր անում, եւ եթե նրա կանխատեսումը իրականանում էր, ապա ոգևորված ծնողները բոլորին պատմում էին դրա մասին։ Եթե ոչ, լռում էին, որպեսզի խաբվածի պիտակ չստանային։ Լինում էին այնպիսիները, ովքեր վերադառնում էին ծերունու մոտ բացատրություն ստանալու։ Այդ ժամանակ ծերունին բացում էր տետրը, ցույց էր տալիս նախկինում արած գրառումը եւ հայտնում, որ իր կանխատեսումը ճիշտ էր։ Ծնողներն իրեն ճիշտ չէին հասկացել։ Գաղտնիքը բավականին պարզ էր։ Եթե ծերունին կանխատեսել էր, որ այցելուն ունենալու է տղա, ապա տետրում գրված էր աղջիկ եւ հակառակը, ինչը եւ հետագայում հանդիսանում էր իր խոսքերի ապացույց։ Հիմա կպարզենք իմ գործընկերուհու ապագա երեխայի սեռը։ Դե ինչ, փորձենք։ Հիմա դու տղա ես ուզում թե աղջիկ։ Աղջիկ։ Վերցրու կոպեկի վրա գրի A։ Ատա, շատ լավ մարկերը փակի։ Հիմա պետք է ձեռքերդ այս կողմ տանես ու դնես կոպեկը այստեղ։ Լավ։ Ուշադիր ների կոպեկին։ Ինքը գալիս ու տանում է։ Իսկ հիմա Գագիկ ամենահետաքրքիր պրանկը, որ արել ենք հաղորդման ընթացքում, ո՞րն է եղել։ Քանի որ ես միշտ աճպարարական հնարքը մենակով էի անում, դու արդեն միացար հաղորդման շրջանակներում ինձ եւ այն, որ խմիչք էին մտածում, դու գլխավերևում փոխում էիր։ Իդեպ դա նաեւ սիրվեց հեռուստադիտողի կողմից, գնանք նայենք ու հետ գանք։ Փորձեք տեսեք որ ջուր է։ Հաղորդման այս փուլում դուք կտեսնեք բացառիկ եւ չկրկնվող հնարքներ, որոնք ինքներդ կարող եք փորձել եւ զարմացնել ձեր ընկերներին, մտերիմներին, հարազատներին եւ իհարկե տան անդամներին։ Ակացրեք ձեռքերը, վարժեցրեք միտքը եւ համակ ուշադրությամբ հետևեք շոուին։ Թե ծարավչեք։ Խմեք։ Փորձեք որ ջուրը, բայց մինչեւ չխմեք, մեզ պետք է ջուրը։ Սորական ջուրը։ Մի քիչ էլ ավելացնենք։ Հիմա պետք է մի հատ գազավորված ոչ ալկոհոլային խմիչք մտածեք ու ասեք։ Կոլա։ Հիմա ինչ ենք անելու, հավատում եք, որ մտքերը կարան իրականություն դառնան, վիզուալիզացվեն։ Հիմա մտածելու եք կոլայի մասին, ձեր ձեռքերը գլխավերևում սենց պահելու եք, փորձելու եք մտովի ջուրը դարձնեք կոլա։ Ձեր ձեռքերը ձեր գլխավերևում մի վարքան, այսենց, վերցրեք բռնեք, այսենց, երկու ձեռքով, շատ լավ։ Տեսեք, դուք լուր նայում եք, փորձում եք ջուրը մտովի դարձնեք կոլա։ Կոլա եք ուզում։ Կոլա։ Երբ որ իջացնեք ու այն արդեն կոլա լինի, կզարմանաք թե չէ։ 1, 2, 3 իջացրեք ու ինքը արդեն դառել է կոլա։ Մտովի մտքում ջուրը փոխում եք սպրայթի, հիմա աչքերը փակեք ու երբ որ բացեք, իջացնեք, ջուրը դարձած լինի սպրայթ, կզարմանաք։ Այո։ Հույս ունեմ կստացվի։ Իջացրեք, ու նորից փորձեք, տեսեք որ սպրայթ է։ Այո։ Սպրայթ է, շատ լավ։ Իջացրու։ Սիրելի հեռուստադիտող, թե մենք հասցրել ենք ձեզ փողոցում զարմացնել, այ հիմա տեսել եք ոնց էինք զարմացնում ու ամեն հաղորդման ընթացքում նաև առաջադրանք էի տալիս, քո համար ամենահետաքրքիր առաջադրանքը ո՞րն էր։ Հա, մետաղադրամը խաղաքարտի միջով որ անցկացնում էին։
Քանի որ բոլոր առաջադրանքները ունեին տրամաբանական ինչ-որ լուծում, բայց սակայն դա հենց աճպարական հնարքի միջոցով էր լուծում այն։ Ես այդպես էլ չիմացա, թե ինչպես էիր դու դա անում։ Ոչ, նորմալ է։ Հեռուստադիտողը գնանք որ նայի։ Ինչպես կարող ենք այս կոպեկը անցկացնել այս անցքի միջոցով։ Այսինքն ինքը պետք է անցնի ու ինձ կողմից ընկնի։ Միջով պիտի անպայման անցնի, բայց խնդրում եմ նայեք։ Այս փոքրիկ անցքով կոպեկ անցնի։ Ուր անցնի։ Մյուս կողմ։ Մյուս կողմ։ Ես չեմ հավատում, որ դու մյուս հաղորդմանը բացելու ես գաղտնիքը, որովհետև անհնարին է այս կոպեկը անցնի մյուս անցքով։ Այս անցքով Ու շատ կարևոր է, կոպեկ անցքը այսպես փոքր է, ոչ մի բան կոպեկը պետք է անցնի այս անցքով։ Չեմ հավատում։ Մի հավատա։ Լավ, կսպասեմ։ Կարծում եմ հիշում եք անցած հաղորդմանը Գագիկը առաջադրանք էր հանձնարարել, որը ես չկարողացա կատարել, տանն էլ մտածելով հասկացա, որ չեմ կարող։ Հիմա բացահայտիչ այս կոպեկը անցկացնել այս անցքի միջով։ Եվ ահա իրալուծումը։ Պետք է վերցնենք մեծացնենք այս անցքը ու անցկացնենք։ Հենց հետո նորից բնականաբար փակենք, որպեսզի ինքը չկարողանա անցնի։ Գագիկ, Եվ ահա այս հանելուկ լուծումը։ Գագիկ, խոստանում ես, որ այդ հնարքը կսովորեցնես ինձ։ Չէ։ Գագիկ, լավ էլի, նոր տարի է, խնդրում եմ։ Ամեն հաղորդման ընթացքում մի հատ աճպարական հնարք ամեն հաղորդման ընթացքում սովոր։ Չէ, ես դա եմ ուզում։ Օգուտ չի։ Բայց ասեմ, ինձ համար ամենահետաքրքիր աճպարական հնարքը եղել է, որ բաժակներով ու փոքրիկ գնդակով հնարք էր անում։ Որ վերջում, չէ, բայց չասենք ինչ է հայտնում, հեռուստադիտողը գնանք նայի ու զարմանա։ Սիրելի հեռուստադիտող, հիմա կստուգենք ձեր ուշադրությունը։ Ձեր ուշադրությունը ստուգելու ենք գնդակի ու գավաթի կամ բաժակի միջոցով։ Վերցրու ստուգի։ Ինչ ստուգեմ։ Ես ասել եմ ծաղելու քո վրա այդպես։ Վերցրու ստուգի բաժակը, որ ոչ մի անցքեր չունի։ Չունի։ Ձեր մտցրուներս, գնդակներ ստուգի, բաժակներ ստուգի։ Ստուգեցի։ Գնդակը շատ գեղեցիկ է։ Ամեն ինչ շատ པարզ է լինելու։ Ես թողելու եմ իմ ձեռքում գնդակը կամ լինելու է ձախ ձեռքումս, կամ լինելու է այս ձեռքումս, կամ լինելու է բաժակի մեջ եւ չորրորդը կամ լինելու է իմ գրպանում։ Պետք է ստուգեք, թե պետք է հասկանաք որտեղ է լինելու։ Ահա։ Գնացինք։ Ահա։ Վերցնում եմ իրան, փոխանցում եմ այս ձեռքից, մյուս ձեռքը ստանում եմ գրպանը։ Հիմա ինչ եք կարծում, որտեղ է գտնվում գնդակ։ Իմ ձախ ձեռքում, գրպանում, թե բաժակի տակ։ Դու Գրպանում։ Գրպանում։ Հա։ Ցույց տանք, որ ինքս տեչի, ինքս տեչի, ինքը իմ գրպանում է, ավելին ես դեռ առաջին էտապն է։ Իրան երբ որ վերցնում եմ, որտեղ է ինքը գտնվում, ինքս տեչի, ինքը հայտնում է բաժակի տակ, պետք է ուշադրել նայեք։ Որտեղ ուզում, այնտեղ հայտնվում է։ Որտեղ ուզում, այնտեղ էլ հայտնվում է։ Ամեն ինչ շատ պարզ է, պետք է խառնենք գնդակը, վերցնեմ, թողեմ ես մի ձեռքումս, ինքը որտեղ է։ Գրպանում։ Ապրես, ինքը գտնվում է գրպանում, ոչ այստեղ է գտնվում։ Ուշադիր եմ։ Շատ ուշադիր, ես պետք է տենց ուշադիր լինել։ Խնդիրը նրանում է, երբ որ ես ասում եմ վերցնում եմ, ես իրականում չեմ վերցնում, ինքը հայտնում է միանշանակ ստեղ։ Հա, այս մեկը չհասկացա։ Հիմա իրան վերցնում եմ, Ահա։ ինքը բայց ստեչի ինքը արդեն հայտնում է։ Երբեք եմ։ Բացի դրանից, երբ որ իրան շատ դանդաղ դանում եմ իմ գրպանը։ Ահա։ Ինչ եք կարծում, որտեղ է ինքը գտնվում։ Դե գրպանում, բայց ես կարծում եմ բաժակի տակ է հայտնվել։ Բնականաբար ինքը արդեն հայտնում է բաժակի տակ։ Կամ էլ ինքը դառնում է լիմոն, բայց եթե ունենք առաջին լիմոնը, նայում ունենք երկրորդ լիմոնը։ Պետք է ուշադրել։ Կարծում եմ հեռուստադիտողին նույնպես դուր եկավ այս աճպարական հնարքը, որովհետև ես Իսկ ես կարծում եմ այս հնարքից հետո դու լիմոն շատ ես սիրում։ Այո, կիտրոն շատ եմ սիրում։ Կիտրոն շատ ես սիրում։ Խոսենք ավելի, ոսկեղեն։ Փորձենք։ Գագիկ, իսկ քեզ համար ամենահետաքրքիր հյուրը ով է եղել։ Իրականում իմ համար այդ հարցի պատասխանը միանշանակ է, ում ռեակցիաները իմ համար ամենահավեսն էին։ Կարծես ես գուշակում եմ։ Ահա։ Նկարիչ, Այո։ Մարտիրոս։ Բադալյանը, Այո։ գնանք նայենք, թե ինչով եմ զարմացրել Մարտիրոս Բադալյանին։
Մեր մայստրո Գագիկը համարձակվել է գալ Հայաստանի Հանրապետության վաստակավոր նկարիչ Մարտիրոս Բադալյանի արվեստանոց։ Տեսնենք արվեստանոցում ինչով է զարմացնելու մայստրոն նկարչին։ Գնացինք։ Տեսեք, ես փոքր էի, զբաղվում էի աճպարությամբ, բայց այն ժամանակ ես քարտերից չունեի, ստիպված էի քարտերի վրա նկարել։ Շուտ այդքան լավ չէի նկարում, բայց այսինքն ինչ որ տեսքեր ստանում։ Քանի որ քարտերը լինում են երկու գույնի, կարմիր, առաջները ձեր ձեռքը այսինքն կփահեք։ Իսկ կարմիր կարալը դնեմ ձեր մոտ։ Կարմիրն է։ Շատ լավ։ Մյուս ձեռքն այսինքն կփահեք։ Քանի որ քարտերը երկու գույնի են լինում ու նաև ունեի նկարում էի սև գույնի։ Այո, ճիշտ է։ Այդքան էլ լավ տեսք չուներ, բայց ամեն դեպքում իրան էլ թողեմ էս մյուս ձեռքում։ Քանի որ քարտերը 4 մասնա լինում, երկու սև, երկու կարմիր, նկարում էի եւս երկու հատ, մի հատ սև, մի հատ կարմիր։ Մասները էլ չանում։ Բայց երբ որ սկսում էի արդեն աճպարական հնարքը անելու ժամանակ, այս տեսքով այդքան էլ հասանելի չի լինում որքան, դրա համար դարձնում է իրական կարորներ ու շրջակ ձեր մոտ է։ Ոյ քոա, ստեղ է փոխվել։ Ոյ քոա։ Որս մուսկը ձերից մեծ ոչ փոխեցին արա։ Ոյ քեզի բա։ Իրական։ Ոյ քեզի։ Ասում ենք իրական ֆոկուսներ անել։ Absolut։ Շատ Ոյ քեզի բա։ Այստեղ պատրաստել եմ նկարելու համար երկու հատ այսպես թող։ Այո։ Իրանք բնականաբար այս որակի չեն որ այստեղ կան, բայց ամեն դեպքում նկարելու համար հարմար են կարծում եմ։ Այո, հարմար է։ Պետք տալու եմ ձեզ ու վերցնելու եք, պետք է ինչ-որ պարզ նկար նկարեք։ Ահա։ Տան ձեզ մարկեր։ Ահա։ Ես էլ վերցնեմ ու պետք է փորձենք դուք նկարում եք, ես փորձելու եմ հասկանամ թե ինչ եք նկարում ու նույնը նկարեմ այստեղ։ Ոյ քոա։ Հիմա բայց sense բայկո ես չտեսնեմ։ Ես էլ Պարզ գծե։ Պարզ գծեք հա։ Ինձ նայեք, այն ինչ նկարելու եք դրա մասին մտածեք։ Հա։ Հա։ Շատ լավ։ Ու միասին սկսում ենք նկարել, կարևոր է մենց պահեք, որ ես չտեսնեմ։ Լավ, Ես բալա։ կարող եմ տեսնել։ Սկսեմ։ Դու ինչ ուզում ես։ Լավ։ Հա, կարող եք սկսել։ Գուշակեմ թե չէ։ Կարծեմ։ Հատկապես երբ որ ես նկարելուց շատ վատ եմ։ Ինչ էր կարծեմ։ Դու աճպարությունից ես լավ Գագիկ։ Ստիպի հապսավոր։ Չէ, պետք է լուր։ Պետք է չասեք։ Ինչի մանա։ Ես շան հիշում չի ուստը։ Այսքան է կարողացա եղբայր։ Կարծում եմ, որ սենց մի բան եք նկարել, չնայած դուք եք ընտրել ինչ նկարեք։ Հիմա հաշվում եմ 1, 2, 3, էլի պտուտենք հասկանանք ստացեց այս անգամ գուշակել թե չէ։ 1, 2, 3 պտուտենք կամերային ցույց տանք։ Իդեալականն։ Հա, բրավո, բրավո։ Այո։ Պիկասոնա։ Բրավո։ Ո՞ց։ Ու իրանք համուն կան։ Ձերքի շարժումով իմացար թե։ Չէ, ես չէի նայում, ես իմ համար նկարում էի։ Չնայած եթե նույնիսկ ձեռքի շարժումով էլ հասկանայի, բրավո ինձ։ Չէ, արա, բրավո, ախպերս։ Ի սկզբանե ցույց տամ, որ բոլոր քարտերը տարբեր են։ Այո։ Հիմա պետք է խնդրեմ, որ մատը այսպես պահեք։ Ահա։ Ու մի հատ ցանկացած քարտի մատով կպնեք, ըստ ձեր ցանկության, որին ուզում եք, վերցրեք, նայեք, կարևորը ես չտեսնեմ։ Ահա։ Դրեք ինչ որ միտեղ, Այստեղ։ որտեղ ուզում եք ու խառնեք։ Հա։ Քարերը։ Ահա, խառնեք, որ ես Տեսնեմ, չտեսնեմ։ Հա։ Քարտը հիշել եք, չէ՞, Այ ընտրել։ իհարկե։ Շատ լավ։ Հատնես խառնեմ։ Իրական քարտերը մեզ այլևս պետք չեն լինելու։ Ես փորձելու եմ ձեր քարտը գուշակեմ, բայց դա կանեմ մի քիչ հետաքրքիր տարբերակով։ Լավ։ Շատ լավ։ Ես նկարչությունից այդքան էլ լավ չեմ, բայց կփորձեմ Ասում ես լավ չես, բայց լավ են նկարեցի։ կփորձեմ նկարեմ ձեր քարտը։ Ընտրած։ Նկարել եմ ասում, Փորձեմ ձեր քարտի մասին, ընտրված քարտի մասին կմտածեք, բայց չասեք։ Հա։ Միայն մտքում։ Ահա։ Մտածեցի։ Ես այստեղ փորձեմ նկարեմ ձեր քարտը, չգիտեմ ինչքանով կստացվի, բայց դե ամեն դեպքում փորձում եմ։ Մի հատ ցույց տամ ճիշտ ուղղության վրա եմ։ Սա դեռ մի վարքյան դեռ մի ասեք, սա դեռ ի սկզբանն է։ Լավ։
Սենց եւս մեկ անգամ դուք ընթացքում մտածեք ձեր ընտրված քարտի մասին։ Ահա։ Շատ լավ։ Ու ճիշտ եմ նկարել ձեր քարտը, բայց չասեք ձեր քարտը որն էր։ Ճիշտ եմ նկարել թե չէ։ Չէ։ Ռարիտուզը չէր։ Չէ։ Չէ, իրականում սա ուղղակի խաղաքարտերի տուփն է, որի ներսում տեսեք որ սենց անենք։ Ահա, այդ տուփա։ Այս տուփն է, որի ներսում գտնվում է ձեր խաղաքարտը։ Հա, օ, դե։ Եկեք Դե որն է բա։ Սա փորձենք իմանանք։ Քանի որ ասացի որ սա տուփն է, որի մեջ ձեր խաղաքարտն է գտնվում։ Ահա։ Փորձենք իրան ավելի հետաքրքիր Տուփը տարբերակով։ նկարում է։ Տեսեք հիմա։ Մի հատ էս ցույց տամ։ Եթե ճիշտ եմ ամեն ինչ ասես, սա տուփն է, ապա ներսից մի հատ խաղաքարտ է դուրս գալիս։ Ահա։ Այդ որից դուրս եկա։ Ձեր խաղաքարտը Այո։ սրտի 7։ Հենց սրտի 7։ Ես էլ ասի չստացվա ֆոկուսը, բայց դու մի ասի դուրս եկա։ Այ քեզի բանա։ Սենց։ Տակից դուրս եկա։ Այո, սրտի 7։ Բրավո։ Սա թողենք Ինչ հիշատակ։ ձեր հիշատակ է Շատ է։ Մեծ ստորագրի, որ բոլորի պատմելու են։ Բրավո։ Այս կողմում էլ դուք ստորագրեք ու նկարը կարող եք տեսնել, որ ոչ մի բան դուրս չի գալիս, չի ջնջվում։ Նկարի ներսից հենց դուրս եկավ ձեր խաղաքարտը։ Այս սրտի 7-ն է։ Իմ ասածը։ Բրավո։ Ոյ քեզ տակից դուրս եկա։ Ոյ քեզի բան։ Իմ աչքերով ժողովուրդ հավատացեք։ Բրավո, մայստրո, բրավո։ Այս կապսնել եմ արվեստանոցում։ Շատ սիրուն։ Շնորհակալություն քեզ մերժել։ Ես էլ ասի չստացվա ֆոկուսը սև արել, ասում ոնց կլինի, արա։ Բրավո։ Տակից արել։ Բայց սկզբից ես տխրեցի, որ չստացվա, ուրիշ բան արել։ Բայց ես չգիտեի, դու մեջից արեցի մե։ Սրտի 7։ Օրիգինալ էր։ Այո։ Աբես գագիկ ջան։ Ու վերջում, որ խնդրեմ ձեր ակնոցը կտակ։ Համեցեք։ Փորձեմ, բայց դա մի քիչ տեղ Ասա ինչ ա պետք։ Այս հեռախոսը որ վերցնենք։ Ես էլ մի քիչ այս կողմ վերեմ, տեղ ազատեմ։ Շատ լավ։ Հիմա պետք է նայեք ձեր ակնոցին ու փորձեք մտովի տեղաշարժել ակնոցը։ Հա։ Առանց դիպչելու։ Մտովի տեղաշարժեք ակնոցը։ Ահա։ Ես էլ եմ փորձում իրան Իա։ ձեռքերով ոչ մի բան չկա, սա ձեզ։ Քեզի բան։ Մտովի որն է նա շարժեցի։ Առանց կպնելու։ Մի հատ ես անեմ։ Փորձենք Մտովի չէ։ մտովի։ Ես հենց աչքերս փակեմ։ Մտովի։ Ինքը չարը չէ մոտը։ Չէ, ճարեց։ Չկպավ ինքը ակտացի։ Ինչպես տեսակ, մայստրոն զարմացրեց վարպետին։ Սիրելի հեռուստադիտող, եթե ցանկանում եք զվարճանալ եւ զարմանալ, ապա հետևեք մեր հաղորդումներին։ Վստահեցնում ենք այս տարվա ընթացքում կլինեն ավելի հետաքրքիր պատմություններ, ավելի զարմացնող հնարքներ եւ հույս ունեմ ավելի զարմացող հյուրեր ու անցորդներ։ Իդեպ հիշեցնեմ, որ մենք գտնվում ենք Buffalo Grill Bar-ում։ Դե ինչ սիրելի հեռուստադիտող, կհանդիպենք հաջորդ հաղորդմանը։ Մեզ կարող եք հետևել Facebook-ում, Instagram-ում եւ YouTube-ում։ Հաջողություն։